Լավ, հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրն է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը։ Պարոն Բանուչյանի հետ խոսենք քաղաքական ներկայիս իրավիճակից, իհարկե հիմնական խորհրդարանական ընտրություններից եւ հետընտրական զարգացումներից։ Պարոն Բանուչյան, սկսենք երևի հա ինչպես կգնահատեք ընտրությունների ընթացքը եւ ինչ հետընտրական զարգացումներ։ Ճիշտ ասած, միջև հարցին անդրադառնալ ուզում եմ 1 օր է անցել, շնորհավորել բոլորիդ մայիսի 9-ի առիթով Շուշիի ազատագրման եւ հաղթանակի։ Ուզում եմ բոլորիդ շնորհավորել մայիսի 9-ի առիթով 1 օր է ընդամենը անցել, բայց կարծում եմ դեռ կարելի է շնորհավորել։ Ինչ վերաբերում է քաղաքական ընտրություններին նախ։ Ընտրությունները Առասարակ ես ամեն ինչ ընդունում եմ ինչպես որ կա, ինչպես որ բոլորն են ձգտում հավանաբար այդպես ընդունել։ Դառը իրականություն է, խայտարակ ընտրություններ էին, իսկապես խայտարակ ընտրություններ։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանը գնեց, նորից գնեց եւ քաղաքացիների մի զգալի հատված իրեն վաճառեց, ցավոք սրտի։ Չնայած դրան ես ուզում եմ ասել, որ բավականաչափ էսպես չնայեք իմ դեմքի ես հոգնածու մի քիչ հոգնած ենք իհարկե, հետընտրական շրջան է էսպես արտահայտվում է մեր դեմքին, բայց ես ոգևորված եմ, որովհետև այնուամենայնիվ իմ ընտրատարածքում, որտեղ ես տեխնատու էի պատգամավորության 4302 ձայն հալալ, զուլալ ձայներ եմ ստացել, չեմ կարող ասել, թե որքանն է գողացվել, որքանն է, որ եկել են ընտրատեղամաս եւ առավոտվա այդ խցանումները տեսնելով ետ են գնացել ու չեն եկել ընտրելու, որոնք պատրաստ էին ընտրելու, վստահ եմ, որ ավելի շատ պիտի լինեին։ Ես բոլորին իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ընտրություններին մասնակցելու համար եւ քվեարկելու համար։ Եվ ուզում եմ վստահեցնել, որ ոչ մի ձայն անիմաստ չի անցել ու չի անցնելու։ Այսօր խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսը ունի 7 պատգամավոր, 7 մանդատ։ Կարծում եմ, որ խորհրդարանում այդպիսի ձայներ ստացած, մաքուր ձայներ, ժողովրդի քվեն ստացած գոնե 1 տասնյակից ավելի, մի փոքր ավելի կլինեն, նկատի ունեմ նաև այլ կուսակցություններից անցնող տեխնատուների, որոնք ընդդիմության դաշտում են աշխատել, բայց գոնե 7-ը կա։ Եվ եթե այսպես ձայնի առումով վերցնենք, այդ տարածքի մեջ մի տեղ կա, որը չի վաճառվել։ Կա ազատ տարածք, ինքնուրույն տարածք եւ այդ տարածքը ես վստահ եմ, որ կարող է աճելու է, շատ է աճել, շատ արագ է աճելու, որովհետեւ շատ արագ անցնելու է այն մարդիկ, ովքեր դրամ վերցեցին եւ գնացին ընտրության, վաճառեցին իրենց ձայնը, շատ արագ հիասթափվելու են եւ նորից դառնալու են նույն շրջանի մեջ, նույն ընդդիմադիր շրջանի մեջ են մտնելու։ Այսքան երևի թե ինչ որ Չեմ կարծում, գիտես ինչն է խնդիրը, ես այն մտքին եմ, որ ինչքան հնարավոր է պիտի գնալ մարդկանց համոզել։ Ես գիտեք, եթե հիշում եք դեռ ընտրությունների նախորդ օրը, լրության օրից առաջ, երբ որ մամուլի տվեցի, ես ասեցի, որ ես մրցակից չունեմ։ Իմ մրցակիցը մարդկանց մեջ նստած վախն է, արժանապատվության պակասը, ստորաքաշությունը, հնչակախտությունը եւ փողը։ Հիմա պիտի կարողանալ մարդկանց համոզել, որ իրենք այդ քայլին չգնան, իրենց իրավունքին տեր կանեն։ Առավոտյան իմ ընկերներից մեկը, իմ հարազատներից մեկը ինձ մի բան հիշեցրեց, որ չգիտեմ, հիմա երևի իմաստ ունի ասելու թե չէ։ Դեռ Դանիել քորեպիսկոպոսը ասում էր, Տիրան արքան երբ որ իրեն բրացեց արեց, ինքն ասաց, քո ազգը ծրվելու է աշխարհով մեկ, շնացնելու է ուրիշի տունը, իրենը ավերակ թողնի։ Մենք այդ իրավիճակի մեջ ենք ապրում։ Չէ, մենք հիմա չգիտեմ ինչպես ուզում ես ընկալի, այդպես է եղել, թե այդպես չի եղել, բայց հիմա իրականում մենք այդպեսին ենք դառնում։ Ես չեմ ուզում, որ ժողովուրդը այս ընտրությունների արդյունքում զգա այն տեսակի հաստատություն, որ արտագաղթը մեծանա։ Ամենամեծ բանը, որից ես անհանգստանում եմ անկեղծորեն, հիմա արտագաղթն է։ Ես կուզեմ, որ բոլորը մնան եւ կռիվ տան, որովհետեւ կա, նորից եմ ասում, ինձ պահող ուժեղացնող, բոլորից ուժեղացնող 4302 ձայնը գոնե այդ տեղամասում հաղթանակած դաշտ է։ Ես վստահ եմ, որ դա ավելին է եղել։ Վստահ եմ, որ ավելին է եղել։ Բայց նորից եմ ասում, ամենամեծ վտանգը գիտեք որն է։ Մարդկանց հնարավոր է համոզել։
Ես համոզվել եմ դրանում։ 11-րդ ընտրատարածքում 3000-ից ավելի անվավեր քվեաթերթիկ է եղել։ Ինչ է այդ նշանակում, որ այն մարդիկ, ովքեր որ չեն կարողացել փող չվերցնել, չեն կարողացել չասել, որ հանրապետականին են քվեարկելու, գնացել են եւ քվեաթերթիկը ուրեմն անվավեր են դարձրել։ Եթե գումարեք, ես չեմ ասում, թե դրանք իմ ձայներն են, հա, ճիշտ հասկացեք ինձ։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ մարդիկ են, որոնք համաձայն չեն եղել իրականության հետ, եւ գոնե 3000 էլ եթե գումարեք 4000-ի հետ, կլինի 7000 մարդ, որոնք հնարավորություն են ստեղծում հենվելու իրենց վրա եւ իրավիճակ փոխելու։ Այնպես որ ամեն ինչ կորած չի եւ շատ արագ ինձ թվում է, որ պետք է ուղղակի մարդկանց հետ աշխատել, միասին պետք է աշխատենք։ Միասին պետք է աշխատենք, դուք լրագրողներ եք, դուք էլ պիտի կարողանաք ձեր հոդվածներով, ձեր, չգիտեմ, աշխատանքով մարդկանց համոզեք, որ իրենց իրավունքները չի կարելի վաճառել։ Կհայտնվի մեկ ուրիշը, որը կտա ավելի մեծ գին եւ կգնի Հայաստան։ Ամենաարատավոր բանն է, որ հիմա իշխանությունները մտցրել են մեր ժողովրդի մեջ, ամենաարատավոր, ամենահանցավոր, ամենաազգակործան։ Նրանք այն տեխնատուները, ովքեր այդ փողը բաժանում էին, նրանք ես վստահ եմ այդ հանցանքի ամբողջ ծանրությունը զգում են ու հասկանում են։ Առաջ ես մտածում եմ, թե մարդիկ գուցե չեն հասկանում։ Ոչ, իրենք լավ են հասկանում։ Եվ գիտակցաբար են դա անում։ Այն կուրատորները կամ չգիտեմ, նրանք ովքեր որ փող են բաժանում, նրանք էլ են 100%-ով հասկանում։ Ամբողջ 20 օրվա ընթացքում ես 20 օրվա քարոզություն եմ արել, 20 օր իմ թիրախը եղել են ոչ թե մեր համակիրները, այլ եղել են նրանք, ովքեր որ փող են վերցնում կամ փող են բաժանում։ Շատերին եմ հանդիպել, փորձել եմ համոզել, որ հետ ընկրկեն, հասկանան, որ ճիշտ բան չեն անում, որ հարցը այստեղ ոչ թե մեկ կամ երկու տեխնատուի, այս կամ այն տեխնատուի մեջ չի, այլ երկրի ճակատագրի մեջ։ Եվ ես վստահ եմ, որ այդ մարդիկ հասկանում են։ Ամենածանրը դա է, կա ինչ-որ քանակի մարդ, որոնք հասկանալով հանդերձ որ հանցագործություն են կատարում են, որովհետև գիտեն, որ անպատժելի են լինելու, չեն պատժվելու դրա համար։ Հակառակը իրենց հենց դրա համար են պահում։ Իրենք եթե չանեն, իրենց աշխատանքից կզրկվեն։ Իրենց կյանքի պայմաններից կզրկվեն, խնդրեմ։ Առաջին ինչպես է գնահատում համագործակցությունը Բարգավաճ Հայաստանի հետ, քանի որ շատ փորձագետներ ասում են, որ այդ Բարգավաճն է տալակիցերն եւ բացասական անդրադարձակի համագործակցությունը, եւ երկրորդը 2013 թվականի նախագահական ընտրություններին ինչպես է պատասխանելու հակը։ Շատ մարդիկ ասում են, որ այս խորհրդանական ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանի Կարապի երգին համաձայն եք դրա հետ։ Հիմա ամեն մեկը իր ցանկալին այդպես կարող է արտահայտել իրականության տեղ, ես չեմ կարծում, Կարապի երգ չկա, մարդ եթե իր մեջ նպատակ ունի եւ կամք ունի, միջև ուժերի հնարավորին սահմանը պիտի պայքարի եւ անի, եւ ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես որ հանրահավաքի ժամանակ ասեց, անելու է ամեն ինչ, ինչքան որ իր ուժերը կբավականեցնեն։ Ես հույս ունեմ, որ իր առողջությունը, իր աշխատանքային դիրքը, իր կամքը թույլ կտա դա եւ վստահ եմ, որ դա կլինի, որտեղ ինքը մեծ կամքի տեր մարդ է։ Բայց ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցությունը, գիտեք, որ ես 11-րդ ընտրատարածքում թե Դաշնակցության հետ եւ թե Բարգավաճ Հայաստանի հետ հանդիպումներ եմ ունեցել եւ մենք աշխատել ենք, համագործակցել ենք։ Բավական բարձր եմ գնահատում հատկապես Դաշնակցության հետ համագործակցությունը։ Բարգավաճ Հայաստանի հետ էլ շատ դրական համագործակցություն է եղել, չնայած որ մրցակից տեխնատուն Բարգավաճ Հայաստանի կողմից առաջադրված տեխնատու էր։ Ես մի քիչ կառանձնացնեի Բարգավաճ Հայաստանը այդ տեխնատուից, որովհետև իրականում այդ տեխնատուն հանրապետականի համար էր աշխատում եւ որևէ ձևով դա չի խանգարել ինձ, որ ես Բարգավաճ Հայաստանի հետ ընտրատեղամասում վերահսկողություն իրականացնելու համար աշխատեմ։ Մեկտեղ լավ, մեկտեղ վատ, մի տեղամասում, բայց ստացվել է, ինչ որ համագործակցություն եղել է, արդյունք տվել է։ Իսկ ընդհանրապես այդ հենց գաղափարը, հակ Բարգավաճ Հայաստանի, հակը համագործակցում է իշխանական մի թեւ ուժեր, շատ փորձագետներ ասում հենց այդ պատճառով է։ Ձայներ կորցրեցին։ Այո։ Տեսեք, գուցե ճշմարտություն կա իհարկե ասացի մեջ, գուցե մենք ձայներ կորցրեցինք, ու գնացին այդ ձայները։ Ընտրության չեկան, գնացին Բարգավաճ Հայաստանին քվետրեցին։ Բարգավաճ Հայաստանին քվետրված մարդիկ, ովքեր որ ամենայն դեպս Բարգավաճ Հայաստանից խորհրդարան մտած մարդկանց մի մասը, մի զգալի մասը, մտավորականներ են, որոնք ինչ որ ձևով թերևս կդրսևորեն դեռևս խորհրդարանում։ Ես դրանով մտահոգված չեմ։
Կարևորը այն սկզբունքային դիրքորոշումն է, որ դուք ունեք։ Ընտրությունների հիմա անցել են ընտրությունները, ընտրություններից հետո թե ինչ կլինի, ինչպես կլինի, չեմ կարող ոչինչ ասել։ Ինչպես կդրսևորի իրեն Բարգավաճ Հայաստանը խորհրդարանում, ոչինչ չեմ կարող հիմա ասել։ Երևա կտեսնենք։ Բայց ընտրություններից առաջ այդ համագործակցությունը շատ էֆեկտիվ էր։ Եթե ձայներ նույնիսկ կորցրել ենք, բայց աշխատանքի իմաստով, սկզբունքի իմաստով, որպեսզի կարողանանք տեղամասերում վերահսկելի դարձնել ամեն ինչ եւ կարողանանք կենտրոնացնել հիմնական չարիքի դեմ հասարակության ուշադրությունը, հանրապետական կուսակցության դեմ։ Դա մենք հաջողել ենք, կարողացել ենք։ Ոչ մի բան բացառված չէ, ես կարծում եմ։ Ժամանակը ցույց կտա, իրադարձությունները ցույց կտան, թե ինչ զարգացումներ կունենան, ես չեմ բացառում ոչ մի բան։ Հանրապետական կուսակցությունը դարձել է միահեծան Հայաստանի տերը, եւ դա ամենամեծ չարիքն է։ Ամենամեծ չարիքն է։ Դիան հարցեր կան։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, երևի։ Պարոն Վանչյան, երկու հարց ունեմ։ Առաջինը, դուք ընտրակաշառքներից խոսեցիք, Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին տեղեկություններ լսել եք նորից, եւ երկրորդ հարցը, տեսակետներ կան, որ այս անգամ ընտրատեղամասերում ընդհանուր առմամբ համեմատած նախորդ խորհրդարանական ցուցներին, համեմատաբար ավելի լավ է ասել, հիմնական խնդիրը ընտրատեղամասերը դուրս է եղել։ Գիտեք, ամենահենց ծանրը հենց դա եղել։ Տեղամասերում ամեն ինչ հարթ է ընթացել։ Մի քանի տեղամասերում հանձնաժողովի նախագահը օրինակի համար ընտրախախտումների այդ գրանցամատյանը չերկիզվող պահարանում պահել է, չի տվել։ Արձանագրություններ են կազմել։ Մեծ հաշվով ասենք բան չի եղել, արտարոց դեպքեր չեն եղել ընտրատեղամասերում։ Ընտրատեղամասից դուրս այնտեղ է որ սարսափելին է տեղի ունեցել։ Մարդիկ, որոնք հետ կանգնած ասում են իրենց տրկության են վաճառել։ Ամենատխուր բանն է։ Եվ բացի այդ, կրկնակի քվեարկություններ են եղել։ Տեղամասեր կան, որտեղ որ չի համընկնում հիմա ուրեմն քվեաթերթիկները ստացված, այսինքն պակասում են քվեաթերթիկներ, վերջնահաշվարկի ժամանակ պակասել են։ Այդ նշանակում է, որ այդ տեղամասերում կարուսելներ են եղել։ Հասկանում եք, երբ որ վերջում պիտի հաշվեք, գիտեք, անվավեր, մարած եւ քվեարկված քվեաթերթիկները եւ դա պիտի համապատասխանի այն քվեաթերթիկների թվին, որ ստացել է տեղամասը։ Անհամապատասխանություն կա, ինչը որ նշանակում է, թե այդտեղ կարուսել է եղել։ Այսինքն տեղամասերից դուրս է ամեն ինչ կատարվել է բացահայտ եւ առանց վախենալու մարդիկ ուղղակի թաղապետարաններից, երթուղային, չգիտեմ ինչ որ մեքենաների միջից ինչ է նշանակում։ Գալիս է երթուղային մեքենան, մարդիկ դուրս են գալիս որ գնան ընտրության, փոխարեն մտնեն ընտրատեղամաս, մտնում են մի ինչ որ մեքենայի մեջ, նորից դուրս գալիս նոր գնում ընտրության։ Մյուս հարցին պատասխանենք ԲՀԿ-ի վերաբերյալ ընտրակաշառքի դեպքերի մասին։ Լսել եմ այդպիսի բաներ, գիտեք նաև որ մամուլում է տարածված, որ որոշ մարդկանց ձերբակալել են ընտրակաշառք բաժանելուց։ Լսել եմ դրա մասին։ Հիմա որքանով է անկեղծ եղել այդ համագործակցությունը ԲՀԿ-ի կողմից, ես չեմ կարող գնահատել, գնահատողը դուք եք, իրենք են։ Ես կարող եմ ասել հետևյալը. մենք անկեղծորեն գնացել ենք այդ աշխատանքին համագործակցությունը, որովհետև տեսել ենք, որ այդտեղ դրական աշխատանք կատարելու բան կա։ Եթե կարողացել ենք 40-50%-ով դա անել, ես նորից դրական եմ գնահատում։ Պարոն Վանչյան, տեսեք դուք նշում եք հիմնական խախտումն եղել են ընտրակաշառքները։ Այստեղ Հայ ազգային կոնգրեսը իր մեղքի բաժինը չի տեսնում, երբ որ կոչ էր անում, որ վերցնել, գնալ խղճի մտով քվեարկել։ Արդյոք Հայ ազգային կոնգրեսը այլ մարտավարություն չպիտի ընտրեր։ Մենք միայն այդ կոչը չենք արել։ Մենք ասել ենք, որ պետք չի վերցնել։ Այսինքն մեր կոչը հիմնական դա է եղել, որ պետք չի իրավունքը ձայնը վաճառել, հա։ Բայց եթե տեղեր կան, մարդիկ գիտեք, որ սոցիալական այնպիսի ծանր վիճակի մեջ են գտնվում, որ իրենց այդ 20 եւ ամեն մի ընտանիք առնվազն մտել է։ Ես գիտեմ, որ օրինակի համար 11-րդ ընտրատարածքում խոսակցություններ են, ես զուտ խոսակցություն եմ ասում, ինչ որ ժողովրդի մեջ է տարածված, 60 միլիոն դրամ է ծախսվել ընտրակաշառքի վրա։ Այսինքն 60 միլիոն դրամ ինչ որ մարդիկ իրենց կենցաղայի, ինչ գիտեմ, լույսի պարտք է, մյուսին են պարտք, ինչ որ հարցեր են մտել։ Ամեն մի ընտանիք առնվազն մի 30-40 հազար դրամ է մտել։ Այս մարդիկ մտածում են, որ օդից ընկած փող է սա, այդ ձայնը իրենը չի, չեն զգում ձայնի տերը, իրավունքի տերը։ Հիմա եթե այդ մարդկանց, որոնց չես կարող համոզել, որ չվերցնեն, եթե կարող ես գոնե այլ կոչով համոզել, որ լավ, եթե վերցնում ես գոնե գնա անվավեր դարձու, ես կարծում եմ դա էլ նորմալ է, որ կարողանաս գոնե այդ զանգվածին այդպես համոզել։ Ջան, հարցեր կան։
Այո։ Ես բոլոր փաստաթղթերը հիմա հանձնել եմ, ես կներեք հիմա կապատասխանեմ միայն այն հարցերին, ինչ որ դուք ուղղորդեք, հա։ Որտեղ վաղուց սպասում եմ եւ նույնիսկ նեղանում եմ, որ ժամանակի առումով չեն հասցնում։ Սահմանադրական դատարան ես եմ լինելու։ Փաստաթղթերը տվել եմ հիմա իրավաբաններին, մեր մասնագետները ամփոփում են տվյալները, մենք սպասենք վաղվա ուրեմն ամփոփիչ պաշտոնական տվյալներին, որից հետո հայլերը կձեռնարկենք։ Ես դրա համար եմ ասում, որևէ ոչ մի ձևով չեմ ընկրկելու եւ 4302 մարդ, որոնք քվե են տվել, որևէ մեկին հուսախաբ չեմ անելու։ Պայքարելու եմ միջև վերջ եւ հասնելու ենք արդարության։ Ես եւ իմ ընկերները, ես իմ ընտրատարածքում հիմա աշխատանքը շարունակելու եմ, չեմ դադարեցնելու։ Շտաբները այն թիմը, որ հավաքվել է, շատ լավ թիմ է հավաքվել, թիմը իր աշխատանքը կկատարի այսուհետ եւս, մանավանդ որ շատ մոտ ժամանակ արդեն քիչ բան է մնացել նախագահական ընտրությունները։ Այլ հերոստանգերություն չես տա։ Այո։ Մարդիկ Ես ճիշտ ասած հակառակ կարծիքը դեռևս չեմ լսել, գուցե ասենք կան մեր ակտիվիստների մեջ մարդիկ կան, որոնք ասում են արժեր արդյոք 7 մանդատի համար եթե բացատրեն ինչ է, գիտեք ինչ կա մի բան, քաղաքական գործունեությամբ զբաղվող զգացմունքներով չպիտի առաջնորդվի։ Այո, մենք մեծ սպասելիքներ ունեինք, կամ չգիտեմ, սպասելիքներն ավելին էին, քան եղան, բայց այնուամենայնիվ պիտի սառը դատել, մանդատ վայր դնելով ինչ հարցեր լուծում։ Իմ ընտրողներից մեկը Facebook-ում ինձ հարց էր տվել։ Ես ձեզ ձայն եմ տալու։ Նույն հարցը տվել էր ինձ։ Ես ձեզ ձայն եմ տալու, բայց ուզում եմ իմանալ, կոնգրեսը հայտարարել է, որ ընտրություններից հետո կամ մանդատները վայր կդնենք, կամ չենք դնի, կորոշենք այդ ժամանակ։ Դուք ինչ եք անելու, իմ ձայնի ճակատագիրը ինչ է լինելու։ Իմ պատասխանը եղել է հետևյալը. Եթե մենք մանդատները վայր դնելով կարող ենք անել նոր ընտրություններ, եթե մեզ կմիանա Բարգավաճ Հայաստանը, մեզ կմիանա Դաշնակցությունը, մեզ կմիանան մյուսները, մանդատները վայր դնելով ինչ որ քաղաքական իրավիճակ կփոխենք, կանենք դա։ Դա իմաստ ունի, բայց եթե մանդատ վայր դնելով այդ ամբիոնից պիտի զրկես ժողովրդին, այն մարդկանց, որոնք քեզ քվե են տվել, ձեզ քվե են տվել, ինչ իմաստ ունի մանդատը, այսինքն գիտեք ինչն է հարցը, մանդատ վայր դնելը նույնքան ծանրակշիռ եւ պատասխանատու որոշում է, որքանով մանդատ ստանալն է։ Սա է։ Հարցը ինչ-որ չափով ծրվեց, էլի Բարգավաճ Հայաստանի վերաբերում ընտրակաշառքներին, ուրեմն գիտենք, որ ընտրակաշառքներ բաժանելը, ես ինքս գյուղերում տեսել եմ, գյուղապետը մի կողմից է հասարակական բաժանում, Բարգավաճի ներկայացնում մյուս կողմից եւ վերջեր են գոյացել։ Եվ ասած ընտրատարածքում են լավ դիտել, որ Լևա Խաչատրյանը ապարանից գալով Անահիտ Բախշյանին հաղթեց, ուրիշ բան չեմ ասում, եւ բողոքներ եղել է դատախազում։ Եթե միտեղ ինքը ասում է ես ընտրակաշառքի դեմ, ասենք համագործակցությունը տեսեք ու բաժանում է, ու ասենք որ արատավորում է հանրապետականը, ասենք այդ արատավորումը մնացել ժողովուրդը, նաև Բարգավաճն է հավասարապես պատասխանատու։ Ձեր համագործակցությունը որ արդյունավետ է, այդ մասին ուզում մի քիչ ավելի։ Ես դուրս եմ ասում, ես 100%-անոց համագործակցությունը չեմ գնահատում, որ իր արդյունքը տվել է, այսինքն այն որ 100%-ով ամենտեղ կարողացել են տեղերում Վերևում որոշումը կայացվել է համագործակցության։ Տեղերում, այո, որոշ տեղերում կամ մեծ մասում կամ մի զգալի մասում այդ համագործակցությունը չի եղել։ Մարդիկ չեն գնացել դրան, կամ այն մեծամասնական տեխնացիները, որոնք Բարգավաճ Հայաստանից են եղել, ոչ միայն չեն գնացել, այլ նաև ընտրակաշառք են բաց, չեն բացառում, այդպիսի բաներ եղել են, բայց որոշումը համագործակցության գնալ եւ կարողանալ մոբիլիզացնել որքան հնարավոր է ուժեր վերահսկելու համար ընտրությունները ճիշտ է եղել, ես համարում եմ, եւ արդյունք տվել է, գոնե 40 կամ 50%-ով։ Սա է իմ պատասխանը։ Ուրիշ բան չունեմ ասել այդ, որ այդպիսի բաներ եղել են եւ որից պիտի հավանաբար Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եզրակացություններ անի։ Ես իմ համար մտածում եմ, որ օրինակի համար շատ արդարացված համագործակցություն է եղել։ Գոնե մասամբ։ Կարող
Մանուչյան մի բան ճշտում էլի, եթե ընդհանուր առմամբ բծատեղամասերում ասացիք, որ նորմալ է անցել, այսինքն դուք վիճարկում եք Սահմանադրական դատարանում ընտրատեղամասից դուրս տեղի ունեցող խախտումներն են ասել, այսինքն ունեք կոնկրետ ընտրակաշառքների կուտակումների վերաբերյալ փաստեր, որոնք այնուամենայնիվ Սահմանադրական դատարանին համոզելու են, որ ընտրական արդյունքները ազդել են։ Տեսեք, ուրեմն նախ կան բազմաթիվ արձանագրություններ, որոնք կազմել են մեր վստահված անձիկ, հա։ Կան ուրեմն փաստեր, որոնք ցույց են տալիս, որ ընտրություններին 11-րդ ընտրատարածքում մասնակցել է ոչ թե 62,000, այսինքն ոչ թե 62%, այլ ոչ ավել քան 40-42%։ Կան այդպիսի եզրակացություններ, երբ որ մենք նայում ենք, թե մասնակիցների թիվը ինչքան է եղել, ինչքան են քվեարկել, ինչքան են, այսինքն այս վերլուծությունը, որ հիմա կատարվում է եւ որը պաշտոնական հայտարարությունից հետո մենք նորից կհամադրենք մեր աշխատանքը եղածի հետ, պաշտոնական հայտարարության հետ, այն ժամանակ պարզ կդառնա։ Ես ձեզ կարող եմ ասել հետեւյալը. կա մի տեղամաս, որ դեռ ստուգվում է։ Ես դեռ լավ տեղամաս ունենք, որտեղ շատ մեծ քանակի, հա, 50-ից ավելի քվեաթերթիկ չկա հիմա։ Որտեղ են այդ քվեաթերթիկները։ Սա նշանակում է, որ 50 չէր կարող, մեկը կտաներ իր հետ կամ չգիտեմ կկորչեր այդ քվեաթերթիկը։ Չկա քվեաթերթիկը, ոչ մարվածի մեջ, ոչ անվավերի մեջ, ոչ քվեարկածի մեջ։ Որտեղ է քվեաթերթիկը։ Մարզային տեղամասերը։ 11-րդ ընտրատարածքը նկատի ունեմ, Շենգավիթում, այո։ Հիմա պիտի պարզաբանել ուր է գնացել 50 քվեաթերթիկ։ Եթե 50 քվեաթերթիկը 37 տեղամաս է, ամեն տեղամասում կարուսել կազմակերպես, արդեն բավարար է, որ մեկ մարդը մի քանի անգամ այդ կնիկները որ դնում էին, մեկ մարդը մի քանի անգամ գնացել քվեարկել է։ Առնվազն եթե ամեն տեղամասում 100 հոգի այդպիսի քվեաթերթիկով այսինքն երկու անգամ քվեարկած լինի, այդ նշանակում ինչ է նշանակում։ Նշանակում է 3700 քվեարկած։ Նկատի ունեմ, որ այո հիմքեր կան վիճարկելու եւ ասելու, որ ընտրությունները 11-րդ ընտրատարածքում չեն կայացել։ Եթե իմ ներքին համոզման մասին եք ուզում ասել, այո չեն կայացել։ Ես վստահ եմ, որ 2454 ձայն հավաքած օրինակ երկիր կուսակցությունը նույն ընտրատարածքում չէր կարող իր տեխնատուն ունենալ 12000 չգիտեմ ինչքան ձայն։ Կարող էր այդպես լինել։ Օրինակ երկիր կուսակցությունը 11-րդ ընտրատարածքում հավաքել է 2454 ձայն, բայց նրանց տեխնատուն հավաքել է 12000-ից ավելի ձայն։ Ինչպես կարող է լինել։ Շատ է մեծ էլի բանը։ Ես համաձայն եմ ձեր կանխատեսումը։ Բայց եթե պետք է անել օրինական բոլոր քայլերը, որպեսզի իրենց մի անգամ էլի տան, որ չեն անելու օրենքի մեջ չեն մնալու, պետք է անել։ Դե այսինքն Սահմանադրական դատարանը ճիշտ այնպես վաճառված մի կառույց է, ինչպես որ բոլոր կառույցներն են, իհարկե արդյունքներ չեն լինելու, բայց պիտի ցույց տալ անընդհատ ժողովրդին էլ, որ տեսեք մենք Սահմանադրական դատարան էլ դիմեցինք։ Պիտի ցույց տալ բոլոր օրինական ճանապարհները պիտի օգտագործեն։ Պետրոս Մակյանի երեք հայտարարության մասին տեսակետը, որ ՀԱԿ-ի մարզի մայիսի միտինգը փողոցային պայքարի իմիտացիա ստեղծողի Չգիտեմ ճիշտ ասած, գուցե հիմա Մակեյանի խոսքը դուք կոնտեքստից կտրած եք ասում, չեմ կա։ Մի հատ նորից կկրկնեք։ Պետրոս Մակյանը երեք ես դա կապացնեմ ուզել եւ դիտարկել մաշինություն։ Ասել է, որ ՀԱԿ-ի մայիսի 8-ի միտինգը փողոցային պայքարի իմիտացիա ստեղծող հանրահավաք է։ Եվ միայն այդ հայտարարությունը չի արել, այլ ասել է, որ վերջին մեկ տարվա ՀԱԿ-ի գործունեությունը ինքը համաձայն չի եւ մասնավորապես կոնկրետացրել է, որ համաձայն չի Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցության հետ։ Դե հիմա իր տեսակետն է, ինչպես ինչ մեկնաբանեմ, իր տեսակետն այդպեսին է։ Ես չեմ կարծում, որ դա իմիտացիա էր, մարդիկ հավաքվել էին տեսնելու, թե հաջորդ քայլերը ինչ են լինելու, պիտի լսեին նաև, թե ընտրություններից հետո մենք ինչ քայլերի կդիմենք, լսեցին, իմացան, չեմ կարծում, թե իմիտացիա էր, ոչ էլ իմիտացիա էր։ Մակեյանը քաղաքորոտի անդամ է, քաղաքորոտում ինքն իր տեսակետները միշտ հայտնել է, մեկ հարցին կողմ է եղել մյուսին դեմ։ Ես ինքս կենտրոնական գրասենյակի անդամ եմ, բայց
եւ կենտրոնական գրասենյակում էլ հազար ու մի հարց է քննարկվել, մեկին համաձայն եմ եղել, մյուսին համաձայն չէ։ Բայց ինձ խնդիր չեմ տեսնում։ Իմ քայլերը, ես կարծում եմ, այո, ես գիտեմ թե գոնե իմ տեսակետը, չեմ կարող կոնգրեսի ինչ որ կենտրոնական գրասենյակը կորոշի կամ քաղաքորուտը կորոշի, չեմ կարող ասել ինչ կլինի։ Իմ տեսակետները հստակ են եւ կենտրոնական գրասենյակում ես կներկայացնեմ։ Բնույթով ես թիմի մարդ եմ։ Իմ տեսակետը առաջ չեմ տանում, եթե թիմի մեջ իմ տեսակետը չի անցել է մեծամասնության տեսակետը, ես մեծամասնության տեսակետն էլ պաշտպանում եմ դրսին։ Ներսում այո, ես կարող եմ հազար ու մի բանի շուտ վիճել, բայց իմաստ չեմ տեսնում, ասենք տեսակետներս հիմա ավելի շուտ ասել, քան որ քննարկել եմ իմ ընկերների հետ։ Արդար եմ թե արդար չեմ, չգիտեմ, ես սա է իմ քայլը։ Պարոն Բանուչյան, հաջորդ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ արդյոք ՀԱԿ-ը չի փորձում ինչ-որ ծրագրեր, մեխանիզմներ մշակել, որպես այս ամենի դեմը առնելու համար, թե այսպես ամեն ընտրության գնանք, կեղծվեն ընտրակաշառք բաժանեն, անդադասենք եղել է, բայց ընդդիմությունը ինչ-որ քայլեր պիտի ձեռնարկի։ Նայեք գնահատենք արդյունքները։ Նայեք, հատկապես երբ որ Արամ Մանուկյանը հրաժարական ընտրություններից հետո նշեց, որ հիմնական խնդիրը ընտրակաշառքն է եւ ասեց ՀԱԿ-ը քայլեր է ձեռնարկում։ Ինչ է կարել եւ ինչ է կանել։ Իմ այն ինչ որ ես արել եմ 11-րդ ընտրատարածքում ձեզ ասացի արդեն, ես հիմնականում հանդիպել եմ մարդկանցից լսելով, ով տարածքում, ով է փող բաժանում, ով է ինչ անում, ով է փող վերցնում։ Իմ հիմնական հանդիպումները եղել են այդ մարդկանց հետ։ Ես մարդկանց հետ գործում եմ, ես կարծում եմ, որ մենք մարդկանց հետ պիտի աշխատենք, որովհետև դա է ճանապարհը։ Ընտրազանգվածը նրանք են, իրենց պիտի փոխեք, իրենց պիտի համոզեք, իրենց գիտակցությունը պիտի փոխվի։ Բայց կուզեի մի ուրիշ այսպես հարթության վրա տեսնել, եկեք փորձենք դիտարկել ինչ դրական արդյունքներ են եղել։ Մենք խորհրդարանում հիմա ունենք 7 падգամավոր, նշանակում է ընտրությունների ժամանակ հանձնաժողովներում անդամներ ունեն։ Համաձայն եք ինձ։ Նշանակում է, որ գոնե 7 հոգի անձեռնամխելի մարդ, որ կարող է ընտրությունների ժամանակ, երթերի, չգիտեմ, միտինգների ժամանակ առաջին շարքերից քայլել, կամ միտինգների ժամանակ ընդհանրապես Ազատության հրապարակը դարձնել խորհրդարանի ժողովրդական տարբերակ է, այսպես ասած։ Մի տարբերակ է, որտեղ կարող են 7 падգամավորի ցանկացած մարդ հանդիպել եւ իր բողոքները, իրենց բողոքները ներկայացնել։ Այսինքն հնարավորություններ են։ Ոչ, միտինգները պիտի շարունակվեն եւ մենք անընդհատ պիտի ժողովրդին հաշվետու լինենք։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ավելի մարդաշատ դառնան միտինգները եւ կարողանանք ժողովրդով ճնշել խորհրդարանի վրա։ Խորհրդարանը լսարանը ավելի մեծ չի լինի։ Ինչի՞ց։ Խորհրդարանից։ Ամբիոնից նկատի ունեք Ազատության հրապարակը ավելին կլինի թե քիչ, քան խորհրդարանը։ Հեռուստատեսության լսարանը ավելի մեծ։ Դե հեռուստատեսությամբ էլ կաշխատենք։ Մանավանդ ասում եմ 7 падգամավոր կարող է այդ աշխատանքը կատարել։ Մնացած ակտիվիստներ, չգիտեմ, ես հուսահատության բան չեմ տեսնում։ Այո, շատ տխուր է, շատ վատ է։ Ուզում եք ես ավելին ասեմ, ավելի վատ բաներ ասեմ, ինչ անենք, հիասթափեցնենք, հուսալքենք մեր ժողովրդին, ասենք, թողեք գնացեք այստեղից։ Ես առաջարկում պատասխան դարձել ժառանգությունը 5 տարի ըստ էության արեց այն գործը, որը այս կամաչափով արեց նաև ՀԱԿ-ը, բայց ժառանգությունը 5 տարի խորհրդարանական անգամից ըստ էության չեն մարտավուն դրել, դոշ դրեց, կյանք դրեց, կանոնականորեն ասեմ, ժառանգությունն ավելի քիչ ծայր Թույլ ես ժառանգության արած եւ մենք փողոցում էինք, իրենք խորհրդարանում էին։ Մեր եւ իրենց համագործակցությունը երկու քաղաքական ուժերի միջև համագործակցություն է եղել։ Մի բան կարողացել ենք լավ աշխատել իրար հետ, իրենք բարձրացրել են։ Մի ուրիշ բան չենք կարողացել համոզել, չի ստացվել, մենք փողոցում ենք մնացել, իրենք լռել են։ Միտեղ մենք չենք խոսել, իրենք խոսել են անպայման։ Թույլ չգնահատել դա, բայց հիմա մենք ունենք մեր падգամավորը, որին համոզելու կարիք չունենք, որ ինքը այս կամ այն բանը ասի խորհրդարանում։ Սա ուրիշ բան է։ Ես ժառանգության համար չեմ կարող ասել գնահատել, ինքը ինչ քայլեր է անում, թող ժողովուրդը գնահատի, բայց իրավիճակ է փոխվել իսկապես։ Ճեղքվածք է բացվել խորհրդարանում, որը մոնոլիթ փակված էր։ Եթե ուզում ես ասել, որ ժառանգությունը ճիշտ այն բանը շունչը կարող էր ապահովել, այդտեղ թարմ շունչը կարող էր վերել, հիմա երկրորդն է եկել։ Թող կամաց գնա այդպես եւ կմաքրվի ամբողջ։ Ես վստահ եմ, որ հիմա էլ այդքան հեշտ չի լինելու, ոչ կոնգրեսի, ոչ որևէ այլ ուժի ներկայացրած ծրագիրը կամ օրենքի նախագիծը այդքան հեշտ չի անցնելու խորհրդարանում։ 68 ձայն միահեծան իշխանություն,
ավելի ծանր բան, քան կարելի է պատկերացնել, չկա։ Դա մանդատը վայրենելու պատճառ չի։ Եվ արդյունքը ինչ եք շահում։ Ինչ եք շահում։ Միայն ներկայություն։ Չէ, ինչ եք շահում, ասեք մանդատները վայր դնելուց հետո ինչ պիտի անել։ Ինչ պիտի պատասխան տաս այն մարդկանց, ովքեր քվե են տվել ձեզ։ Ինչ պիտի պատասխան տաս, այդպես չի էլի նեղացած վերցրեցին ու մանդատը նետեցին։ Պարոն կարծիքով, այսինքն կարծիքով չէ, ես ունեմ հարցը ձևակերպել։ Չեմ կարծում, որ խնդիրը կոնգրեսի մեջ չի, ժառանգության մեջ չի, Ամերիկայի մեջ չի, Եվրոպայի մեջ չի, խնդիրը իշխանության մեջ է, այսինքն խնդիրը իշխանության հետ ձեռագործության արդյունավետության մեջ է։ Դուք ունեք կոնկրետ կերպար, որի պետք է արտադրեք, եւ այդ կերպարը չի կարողանում արտադրել։ Չեմ կարծում, որ խնդիրը դրա մեջ է, որ դուք իշխանության հետ հակամարտությունը արդյունավետացնելու ձևերը չգիտեք այն ամենը։ Ոչ, ես ասում եմ, խնդիրը իշխանության մեջ չի, խնդիրը ժողովրդի մեջ է։ Այսօր մենք ունենք այն իշխանությունը, որին վաճառեց ժողովուրդը իր երկիրը, իր իրավունքները։ Սա է ժողովրդի մեջ է խնդիրը։ Մենք պիտի ժողովրդի հետ աշխատենք, մարդկանց հետ աշխատենք, մարդկանց գիտակցությունը փոխենք։ Իշխանության մեջ չէ, իշխանությունը եկավ եւ գնեց։ Եվ այսօրվա իշխանությունը այս մեր ժողովրդի մի զգալի հատվածի, որը կարողանում է եղանակ ստեղծել, որակական լավ իմաստով չեմ ասում, վատ իմաստով եմ ասում, որակական մեծամասնություն է կազմել, եւ մեծ մասը չի եկել ընտրության։ Սա էլ է մի ուրիշ պատմություն։ Այդ նրանք գային մեծամասնություն լիներ, մեծ մասնակցություն լիներ, իրավիճակը կփոխվեր միգուցե։ Ոչ թե միգուցե, հաստատ կփոխվեր։ Ժողովրդի մեջ է խնդիրը։ Պետությունը իրենը չի համարում։ Երկու պետությունից որ մեղքը իշխանությանն է, մեղքը մտավորականությանն է։ Կոնգրեսը քան տարի է։ Ինչպես։ Կոնգրեսը քան տարի է ասպարեզում։ 2008-ից հաշված, օգոստոսի 1-ից։ 2012 թվականի մայիսի 6-ին դուրս ներածնից ձեզ հարց չեք տալիս, ինչով եք զբաղված այսքան ժամանակ։ Եվ մենք միշտ ենք այդ հարցը մեզ տալիս, ինչ ենք անում։ Մենք անում ենք ամեն օր այն, ինչ որ մտածում ենք, որ ճիշտ է անել, մարդկանց համոզել, որ իրենց իրավունքների տերը դառնան։ Սա գիտես ինչ, լավ, մենք դժվար ճանապարհ ենք ընտրել։ Ավելի կարևորը իշխանությունը վերցնելը չի, քան մարդկանց գիտակցություն փոխելն է, որովհետև իշխանությունը վերցնելուց հետո նույն ժողովուրդը գալու է քեզնից նորից վերցնի դա 6 ամիս հետո, որովհետև ինքը սպասում է այդ փողին, թե դու ինչ ես տալու իրեն։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Իշխանությունը վերցնելը չի գերխնդիրը։ Գերխնդիրը մարդկանց գիտակցությունը փոխելն է։ Դրա համար էլ ասում եմ, կոնգրեսը իրեն ինչ հարց է տալիս, պատասխանն եմ տալիս։ Կոնգրեսը անընդհատ մարզային այցելություններով, ես երևի թե անցած տարվա ընթացքում մոտ 140 գյուղ եմ գնացել։ 140 գյուղում, եթե 10 հոգու հետ էլ ամեն գյուղում հանդիպել եմ, 1400 մարդու փորձել եմ ինչ-որ բան համոզել։ Կոնգրեսը հետևել է, ինչպես է քվեարկել Բանակը։ Բանակը։ Բանակ ինձ մոտ չի քվեարկել, ես հատուկ չեմ հետևել, բայց կարծում եմ այն տարածքներում, ընտրատարածքներում, որտեղ որ եղել են, աշխատանքը այսպես է իրականացվել, մեծամասնական տեխնացուները վերահասկել են ամբողջ ընտրությունների գործընթացը, թե համամասնական, թե մեծամասնական։ Ես կարծում եմ, որ այնտեղ որտեղ բանակը եկել է քվեարկելու, կոնգրեսը վերահսկողություն իրականացրել է։ Մարզերում ինչ։ Բարի, շնորհակալություն, պարոն։ Շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ։ 91 40 42 98